Ադրբեջանը չգնաց Եվրոպա, Բրյուսելը եկավ Բաքու, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցից հետո ադրբեջանական քարոզչա մեքենան է թեզն օրակարգ նետել։ Բաքվի ինքնավստահությունն արդեն մինչև իսկ մայրցամաքի սահմաններն է հատում։ Համոզված են, որ Ռուսաստանին ու Իրանին խաղից դուրս թողնելուց հետո Եվրամիությունը նույնիսկ փոքրինչ ուշացումով է հասկացել միջին միջանցքում իրենց անփոխարինելի դերը։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ Եվրամիության համար ինքը շատ կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում, բայց Ադրբեջանում կարծում են, որ Եվրամիությունը Ադրբեջանին շատ մոտ չի թողնի, հաշվի առնելով այդ երկրում արդյունքների վիճակը եւ այլն։ Ադրբեջանը ի տարբերություն Հայաստանի եւ Վրաստանի մի առավելություն ունի։ Այդ Միջինսկ կոչվածը ինչպես էլ անցնի, անպայման Ադրբեջանի տարածքով անցնելու է։ Եվ Ադրբեջանը շատ լավ հասկանալով այս ամենը փորձում են իրենց գինը բարձրացնել, ավելի բարձրացնել իրենց դերը, իրենց կշիռը Եվրամիության համար։ Բաքվի բռնապետը եվրադոլարների պահանջ ունի արևմուտքից, միջին միջանցքը գա հասնի Ադրբեջան, թանկ կնստի եվրոպացիների վրա։ Ալիևը ճանապարհի կանաչ լույսը կվառի, եթե Բրյուսելը ֆինանսավորի ադրբեջանական ենթակառուցվածքները, այդ թվում փող տա Հայաստանի ինքնիշխան տարածքով կոնկրետ Սյունիքով անցնող իրենց ձևակերպմամբ այսպես կոչված արևմտյան Զանգեզուրի ճանապարհների համար։ Իսկականազերծման վերջին միլիոնների խոստումը, որը Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հետ Բաքու հասցրեց, Ադրբեջանից արդեն պաշտոնապես են հայտարարել կօգտագործեն օկուպացրած Արցախը ոտքի կանգնեցնելու։ Նույնիսկ պնդում են, թե Բրյուսել-Բաքու դրամական այս տրանզիտը հերթական վկայություններից է, թե Եվրոպան Հարավային Կովկասի նոր իրողությունների հետ այլևս հաշտ համերաշխ է։ Նույնիսկ եթե չհաշտվել Եվրամիությունը միշտ հումանիտար ականազերծման նպատակների համար գումարներ հատկացրել է Ադրբեջանին, նախկինում էլ, հիմա էլ, այնպես որ բեցաշվով մեկը մյուսի հետ կապ չունի։ Նույնիսկ եթե պատերազմը չավարտվեր, էլի գումարներ կհատկացվեր Ադրբեջանին ականազերծման ծրագրերի համար։ Հարավային Կովկաս եվրաչինովնիկների վերջին այցելության ամբողջական պատկերն Ադրբեջանում հավաքում են ամփոփելով Ուրսուլա ֆոն դեր Լայենի երևանյան այցելությունը։ Բաքվում վստահ են, որ Հայաստանի իշխանությունների հետ այս շփումը կարճատև էր, հետևապես նաև անարդյունավետ։ Ի տարբերություն Ալիևի Փաշինյանին Եվրահանձնաժողովի նախագահը շնորհակալություն չհայտնեց տարածաշրջանում հաստատված խաղաղության համար։ Այստեղ մեր մայրցամաքում միայն խոստումներ թողեց ու հեռացավ, այն էլ բացառապես հակառուսական տրամադրության շրջանակում։ Ես չէի զգանք համապատասխան տարբեր օրակարգերով էին։ Ադրբեջանի հետ կապված այլ օրակարգեր են, որոնք որ պետք չէ, այսպես համեմատել մեկ կշերտի վրա դնել տարբեր արդյունքների վրա, տարբեր բանակցություններ են եւ տարբեր պայմանավորվածություններ եւ պետք չէ այսպես բոլորին ամեն ինչ մեկ պրիզմայով նայել։ Տարբեր գործընթացներ են դրանով։ Եվրոպայից շնորհակալական խոսքեր ի դեպ Ալիևը ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը ստացավ ոչ միայն Հայաստանի հետ խաղաղության, այլև մեր երկիր էլեկտրաէներգիա եւ դիզվառելիք մատակարարելու պատրաստակամության համար։ Բաքվի փորձագիտական համայնքն էլ թեզ է շրջանառում, որքան Հայաստանն Ադրբեջանից կախված լինի, այնքան օգուտն իրենցն է։ Ահա խաղաղության շուրջ ադրբեջանական պատկերացումների առավելագույնը։ Ինչ պայմանավորվեցին Նիկոլ Փաշինյանն ու Միշուստինը վերջին հանդիպման ընթացքում, քննարկեցին արդյոք հայ-ռուսական երբեմնի եղբայրական հարաբերություններում առաջ եկած կնճռոտ հարցերը, մասնավորապես դաշնություն արտահանվող հայկական գյուղմթերքի խնդիրները, որոնց առաջ այդպես էլ փակ մնացին ռուսական շուկայի դարպասները։ Նիկոլ Փաշինյանը հաստատում է ռուս պաշտոնակցի հետ իր խոսքով բաց, անկեղծ, բարեկամական զրույց է ունեցել։ Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Թե ինչի մասին է խոսքը, Փաշինյանն առայժմ չի շտապում մանրամասնել, հայ-ռուսական երկխոսության փակագծերը բացել, Մոսկվայի պայմանավորվածությունները հողի վրա իրականություն դառնան, նոր կխոսի այդ մասին, ասում է Փաշինյանը։ Որպեսզի դուք բոլորը տեսնեք։ Կենտրոնանալով ներքաղաքական օրակարգի վրա, ինչու Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազգային անվտանգության ծառայողները իր տան հատակին պառկեցրին։ Ընդ որում սա այն դեպքում, երբ նույն այդ ընթացքում իրավապահները Ծառուկյանի առանձնատուն հասել էին բացառապես խոզարկության, բայց դրանից մոտ 12 ժամ հետո միայն նրան ձերբակալել։ Պարզվում է ասֆալտին փռելու հրահանգները վաղուց էին տրվել, միայն թե վերջին 8 տարում Փաշինյանի կառավարությունը իր բարերն են դատաիրավական մաֆիայի դեմ էր պայքարում։ Այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվել եւ այդ գործերը, որոնք պատշաճ ընթացք չեն ստացել, այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով եւ մարդիկ շարունակել են
իրենց արտոնյալ զգալ եւ դատաիրավական համակարգը այդ թվում նորմալ չի գործել։ Օրինակ դուք որ այդ տեսնում եք, ինչ եք զգում։ Այսպես մարդը կանգնած է, աշխատակիցը սենց խփում է, որ ձեր հոգին փառավորվի դրանից։ Ես ձեր նշած տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Իսկ ինչ վերաբերվում է ասֆալտին փռելու եւ ոչ միայն փռելու հրահանգներին, այդ հրահանգները տրվել են շատ վաղուց եւ հարցը թե ինչու այդ հրահանգները մինչեւ հիմա չեն կատարվել։ Այսինքն հարցը տեղ է, ինչու այդ հրահանգները նախկինում չեն կատարվել։ Ինչ որ ասել եմ, ինչ որ ասել եմ, պետք է դառնա իրականություն։ Այսուհանդերձ Փաշինյանը չի կարծում, թե արդեն կատարել է ժողովրդին տված իր խոստումը։ Նախընտրական իմ խոստումները կհամարեմ իրականացված, եթե ինչպես եւ խոստացել եմ, ամբողջ թալանված է բոլորի հատիկ միջև վերջ հետ բերվի եւ տակը մնա ինչին որ ձեզ հայտնի շրջանակները արժանի են։ Այդ ժամանակ կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումը կատարված է։ Սակայն կառավարությունն ու Փաշինյանի վստահեցմամբ նաև վերջին ընտրություններում քաղաքացիական պայմանագրին ձայն տված քաղաքացիները առայժմ միայն կարող են ակնկալիք ունենալ, որ դատաիրավական համակարգը մեջբերում նորմալ է աշխատելու։ Հայ-ռուսական լարվածության ֆոնին Փաշինյանը մեկնեց Ռուսաստան Եկատերինբուրգ, չնայած միջոցառումները ավելի շատ տնտեսական են, սակայն ըստ քաղաքագետ վերլուծաբանների քաղաքական ուղերձներ եւս կլինեն։ Մի շարք հարցեր ամենայն հավանականությամբ անխուսափելիորեն կհայտնվեն նաև փակ քննարկումների ընթացքում։ Վերջին շրջանում հայկական որոշ ապրանքների նկատմամբ ռուսական սահմանային եւ սանիտարական վերահսկողության պատճառով առաջացած խնդիրները Երևանի համար կարևոր հարց են։ Փաշինյանն արդեն հրապարակայնորեն ասել էր, որ մտադիր է այդ հարցերը քննարկել ռուսական կողմի հետ։ Վերլուծաբանների դիտարկմամբ չի բացառվում, որ Փաշինյանն ու Միշուստինը փակ ձևաչափով անդրադառնան նաև Հայաստանի եվրոպական ուղղությանը, երկկողմ քաղաքական լարվածությանը, ռուսական պաշտոնյաների եւ հայկական իշխանությունների միջև վերջին ամիսների կոշտ հայտարարություններին։ Այս թեմաները սակայն չեն դառնա հանդիպան հրապարակային հիմնական մասը, քանի որ դրանք սովորաբար քննարկվում են ավելի բարձր քաղաքական մակարդակում, վարչապետ, նախագահ կամ արտաքին գործերի նախարարների ձևաչափով։ Նախ պետք է հստակեցնենք հանդիպում Միշուստինի ցանկությամբ եղել, թե կողքից խնդրել է, որտեղ տարբեր տեղեկություններ կա։ Այնուամենայնիվ, այդ հանդիպումը լինելու է երկու երկրների եւս մեկ անգամ հարաբերությունների հստակեցման գիծ։ Այստեղ Հայաստանի ղեկավարությանը արժեվ նորից հարց են դնելու այն, ինչ որ դրել է Պուտինը եւ մյուս ղեկավարները։ Այն է, Հայաստանը պետք է հրաժարվի կամ հստակեցնի իր արտաքին քաղաքականությունը, կամ դու ԵԱՏՄ-ի համակարգում ես, կամ դու գնում ես Եվրոմիություն։ Ընդհանուր առմամբ ըստ որոշ վերլուծաբանների Եկատերինբուրգյան այցը կարելի է դիտարկել որպես փորձ տնտեսական համագործակցությունը պահպանելու եւ աշխատանքային կապերը չխզելու, նույնիսկ այն պայմաններում, երբ քաղաքական վստահությունը Երևանի եւ Մոսկվայի միջև շարունակում է մնալ զգալիորեն նվազած։ Փաշինյանը վերջին շաբաթներին հրապարակայնորեն ասել էր, որ հարցեր ունի ռուս գործընկերներին, թե ինչու են Ռուսաստանի որոշ պաշտոնյաներ կամ կառույցներ Հայաստանի ներքին քաղաքականության վերաբերյալ հայտարարություններ անում կամ շփվում այն ուժերի հետ, որոնք Երևանը դիտարկում է որպես իշխանության դեմ գործողներ։ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո նրա հրապարակային ելույթը ռուսական խոշոր հարթակում հայտնվեց լրացուցիչ քաղաքական ուշադրության կենտրոնում։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ սա ճգնաժամը լուծող հանդիպում չէ, եթե անգամ քննարկվեն քաղաքական հարցեր, դժվար թե կողմերը հայտարարեն որևէ նոր ռազմավարական պայմանավորվածության մասին։ Հիմնական նպատակը ըստ նրանց հաղորդակցության խզումը թույլ չտալն է։ Եթե հանդիպումից հետո պատժամի սահմանափակումներ չվերացվեցին կամ ավելի խստացվեցին, նշանակում է Հայաստանի Ռուսաստանի միջև հարաբերությունները գնում են, ասենք, վերջնականապես խզման։ Արագացվում է այդ գիծը։ Փոխելու դեպքում նրանք հանդիպել են Եվրոմիության հակադասության այստեղ, այնտեղ իր խնդիրները կա։ Փաշինյան Միշուստին հանդիպան ժամանակ արդեն Ռուսաստանի վարչապետը հայտնեց, թե Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը։ Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմար միջավայր ստեղծել ռուս ներդրողների գործունեության համար եւ ապահովի նրանց իրավունքների օրինական շահերի պահպանումը։ Փաշինյանի ձևակերպմամբ, սակայն վերջին շրջանում որոշ խնդրահարույց հարցեր են ի հայտ եկել։
мы обсудим. Ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք եւ կլուծենք այդ հարցերը։ Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ իհարկե մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում մեր մասնակցությամբ եւ շահագրգռված ենք, որ այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով, աշխատեն պլանային ռեժիմով։ Ես կարծում եմ, որ դա բխում է ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից։ Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի կոնկրետ հարցեր լուծել։ Հայ-ռուսական հարաբերություններում ըստ փորձագետների նպատակներից մեկը չթողնել, որ այդ հարաբերությունները մտնեն բաց ճգնաժամի փուլ։ Ըստ վերլուծաբանների, սակայն դժվար թե հնարավոր լինի հասնել հարաբերությունների էական ջերմացման։ Եթե այս հանդիպումից հետո պահպանվի նույն հռետորաբանությունը եւ տնտեսական խնդիրները չլուծվեն, ապա մեծ է հավանականությունը, որ հանդիպումն ավելի շատ ծառայել է կապի պահպանմանը, քան հարաբերությունների վերականգնմանը։ Կոտայքի մարզում եւ Երևանում բենզալցակայան շահագործող ընկերությունը 2023-ից 26 թվականներին առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք է բերել եւ իրացրել շուրջ 1.6 միլիարդ դրամի հեղուկ վառելիք, չտրամադրելով ՀԴՄ կտրոններ եւ հարկային հաշվառման մեջ չարտացոլելով գործարքների զգալի մասը։ Այս մասին պարզվել է Պեկին հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության իրականացված միջոցառումների արդյունքում։ Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է շուրջ 500 միլիոն դրամի վնաս, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են կենդանիներից տուժած քաղաքացիների բուժօգնության դիմելու դեպքերը։ Այդ փաստը հիմք ընդունելով առողջապահության նախարարությունից հիշեցնում են, կենդանու կծելու կամ ճանկռելու դեպքում չի կարելի սպասել ախտանշանների ի հայտ գալուն։ Անհրաժեշտ է դեպքից անմիջապես հետո առնվազն 15 րոպե վերքը լվանալ օճառով եւ հոսող ջրով, ապա հնարավորինս արագ դիմել բժշկական օգնության։ Կատաղության դեմ պատվաստումները կանխում են հիվանդության զարգացումը, ըստ այդմ փրկում մարդկանց Նախարարությունը կոչ է անում խուսափել թափառող ու վայրի կենդանիների հետ շփումից եւ ցանկացած վնասվածքի դեպքում անհապաղ դիմել բուժհաստատություն։ Կատաղության կլինիկական ախտանշանների ի հայտ գալուց հետո գրեթե միշտ ավարտվում է մահվամբ, սակայն կենդանու կողմից վնասվելուց հետո ժամանակին իրականացված կատաղության դեմ պատվաստումները կանխում են հիվանդության զարգացումը։ Հետևաբար պատվաստումները տվյալ իրավիճակում ոչ միայն կանխարգելիչ, այլև կյանք փրկող նշանակություն ունեն։ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք, որոնց զրկման ժամկետը լրացել է, կարող են 1 տարվա ընթացքում վերականգնել իրենց վարելու իրավունքը առանց քննությունների։ Դրա համար անհրաժեշտ է վճարել 50,000 դրամ պետական տուրք եւ հերթագրվել ներքին գործերի նախարարության կայքով, ընտրելով համապատասխան ծառայությունը եւ ներկայանալ հաշվառման քննական ստորաբաժանում։ Եթե վարորդական վկայականի ժամկետը լրացած է, պետք է վճարել նաեւ լրացուցիչ տուրքեր, նոր վկայական ստանալու համար։ Ընդհանուր առմամբ գործընթացը վերաբերում է մոտ 18,000 անձի։ 650 միլիոն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման եւ տրանսպորտի համար։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մենք տարբեր ծրագրերով տարբեր փուլերում ենք գտնվում եւ ամենահասունն ու ամենամոտը Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն է։ Հասկանում եմ նաեւ այն մարդկանց, ովքեր թերահավատորեն են մոտենում այս process-ին, բայց նաեւ պետք է հասկանալ, որ որևէ ծրագիր, որ տասնամյակներով չես իրականացնում, դրա գիտելիքն ու կառավարման կարողությունը երկրից վերանում է։ Հիմա մեր ձգձգումները միայն այս խնդրի հետ են կապված, նշել է Ավինյանը։ 1 միլիոնից ավելի այց կես տարվա ընթացքում 2026-ի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 1.042.000 զբոսաշրջիկ, ինչը 14.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը եւ ռեկորդային է բոլոր տարիների հունվար-հունիս ամիսների համեմատ։ Այս տվյալներն իր սոցիալական էջում հրապարակել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ընդգծելով, որ խոսքը ոչ թե հերթական աճի, այլ պատմական առավելագույն ցուցանիշի մասին է։ Փորձագետները սակայն ընդգծում են, որ սա կառավարության մշակած քայլերի արդյունքը չէ։ Եթե հաշվի առնենք, որ դրանից զատ կա նաև ընդհանրեք մեկ գիշերակացի հետ կապված հյուրանոցային ծառայությունների ինչ սեգմենտ մենք ունենք, ինչքան են հզորությունները, մարջականների քանակը կամ այդ մնացած հարցերը դրա հետ կապված, այստեղ լուրջ խզում կա Մալեզիայից, Ֆիլիպիներից, մարդիկ ովքեր Թայլանդից ովքեր աշխատում են էմիրատներում, չէ, նրանց մեծ մասը իրենց երկրի չեն վերադառնում։ Իրանք գալիս են Հայաստան, ամենասրճուկ պայմաններում հոսքելային ապրում են։
Լուսարատ բնակավայրի բնակիչներն են բողոքի դուրս եկել տարական պայմանների ակնկալիքով։ Ամռան այս տապին խմելու ջուր չունեն ու ժամյա գրաֆիկն անհասանելի նպատակ է թվում, քանի որ Վեոլիա ջուրը մարզպետարանն ու Վեդի համայնքապետարանը հարցը մեկը մյուսի վրա են գցում։ Մենք դաշտից գալիս ենք հոգնած։ Ինչ անենք։ Հիվանդ ամուսին ունենք։ Օրը 3 անգամ լվացք եմ անում։ Արտիզիանով եմ ես անում։ Արտիզիանով եմ ես լվացք անում։ Արտիզիան են տանում ժողովուրդը, որ խմեն։ Ինչի համար։ Ընտանիքներ կան 3-4 հատ մանր երեխաներ ունեն, դպրոց պետք է գնամ, հանկապարտեզ են գնում, ընդհանուր առմամբ ջուր չունեն, շենքի ապրող, բնակիչ մարդը, առանց ջրի կարա ապրի։ Ես դա ցուլանում եմ, ես վատանում եմ, վատավող չեմ, ջուր չկա, որ մի հատ չփնի, չկա։ Միակ տարբերակը, որ բնակիչները ջուր են ունենում, այն է, որ տղամարդիկ մեքենայով Արտաշատից կամ հարակից գյուղերից բերում են ու բաժանում, օրը մոտ 10 անգամ։ Հես այս մարդը գնացել է, հիմա այս ջուրը պետք է դատարկի, դա նորից բերի, չէ։ Ով էր։ Գազեր տվել եմ բոչկայի մարմին նորից դրել եմ հայատի մեջը, որ եկող բոչկաներ ունենամ ջուր։ 35 հազարով ջրի փող կտայի, բոչկա կառնում, որ մի 3 օր ջուր ունենամ։ 350-ից ավելի բնակիչ ունեցող այս բնակավայրում խմելու ջուրը միակ խնդիրը չէ։ Գյուղատարերը նորմալ չեն գործում, ավելի ճանապարհներն էլ անբարեկարգ են։ Հիմա այս վերջին անգամ երբ եք ազանգել Վիոլա ջուր, մարզպետարան։ Մի շաբաթ առաջ եկել ցես անալիզեր վերցեցին ջրի համար, որ յանի մակուրա երկու հատ տղամարդ կա։ Այդ տղամարդը դել ասին ջուրը կտանք անպայման։ Միջև հիմա հայերյանց ասել դե ջուր չկա։ Ով էր այդ կողը, որ կառույց։ Վիոլայից էի։ Վիոլայից էր։ Այո։ Խնդիրները շատ են, միայն թե դրանք լուծել որևէ մեկը չի շտապում։ Բնակիչներն էլ որոշել են պայքարի այլ միջոցների դիմել, բայց նախքան դա տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին են դիմում։ Շիրակի մարզում անասնաբուծության զարգացման նպատակով կառավարությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որով նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր շուրջ 581.3 միլիոն դրամ պետական ֆինանսավորմամբ։ Նախագծի նպատակը մարզի երբեմնի համբավի ու առաջատար դիրքերի վերականգնումն է, կենդանիների գլխաքանակի ավելացման, արոտավայրերի ընդլայնման, ենթակառուցվածքների զարգացման, ժամանակակից անասնաշենքերի կառուցման, տոհմակայանի գործարկման միջոցով արտադրողականության բարձրացման հաշվին։ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռնվի մարզում հիմնել ժամանակակից տոհմակայան, գործարկել բարձր մթերատու կենդանիներով համալրված եւ ինտենսիվ տեխնոլոգիաներով գործող նոր տիպային անասնաշենքեր, շրջանառության մեջ ներառել ավելի քան 10,000 հեկտար արոտավայր, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացնել շուրջ 5,000, իսկ մանր եղջերավոր կենդանիներինը ավելի քան 15,000 գլխով։ Դա հնարավորություն կընձեռի տարեկան հավելյալ արտադրել շուրջ 13,000 տոննա կաթ եւ ավելի քան 1100 տոննա բարձրորակ տավարի եւ ոչխարի միս։ Մասնագետները սակայն այն կարծիքին են, թե ծրագրի ընդունումը դեռևս չի նշանակում, որ ոլորտի երկարամյա խնդիրները կլուծվեն։ Գյուղ ոլորտի փորձագետների համոզմամբ խնդիրը միայն ֆինանսավորման չափը չէ։ Նրանց դիտարկմամբ Շիրակը ունենալով բարեբեր հողեր եւ ջրային խոշոր պաշարներ, տարիներ շարունակում է բախվել ոռոգման եւ արդյունավետ գյուղատնտեսության հիմնարար խնդիրների։ Հիմնական պատճառները իհարկե շատ են, բայց գլխավոր խնդիրներից մեկը ջրային ռեսուրսների անմատչելիությունն է։ Այսինքն կան ջրային ռեսուրսներ, մարզում կա Ախուրյանի ջրամբարը, որը երկրում ամենամեծ ջրամբարն է, մեր ջրային ռեսուրսների զարգերակնասիրտն է, բայց հենց մարզն ունի ոռոգման խնդիր։ Հացահատիկի արտադրության մասնագիտացված մարզ է եւ անասնաբուծության։ Այստեղ հացահատիկի ցուցանիշներն էլ վերջին տարիներին որ նայում բերքատվության ցածր մակարդակ, մյուս կողմից ֆերմերները պաշտպանված չեն այդ գնային հարցերով։ Փորձագետները միաժամանակ ընդգծում են, որ ցանկացած նոր նախաձեռնությունից առաջ անհրաժեշտ է գնահատել արդեն իրականացված ծրագրերի արդյունավետությունը։ Նրանց կարծիքով ներդրված միջոցների արդյունքը պետք է գնահատվի ոչ թե հայտարարություններով, այլ հստակ տնտեսական եւ վիճակագրական ցուցանիշներով։ Տնտեսագիտությունը սիրում է թվեր։ Լավ եւ վատը միայն պետքա հարաբերական ցուցանիշներ վերլուծել, հասկանալ այդ ներդրանքը, որ կատարվեց այսքան միլիոնի կամ միլիարդի մարզին ի վերջո ինչ տվեց, սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստեց, թե չնպաստեց, գյուղատնտեսությունը զարգացավ, թե չզարգացավ, իսկ զարգացավ, թե չզարգացավ ու թվեր են փաստելու, բայց մենք ունենք փաստ, որ վերջին տարիներին պերմանենտ անկման ցուցանիշներ կան մարզում, բոլոր ոլորտներում։ Ոլորտի զարգացմանը ըստ մասնագետների խոչընդոտում են նաև երիտասարդների ցածր հետաքրքրվածությունը ու մասնագիտական կադրերի պակասը։ Նրանց կարծիքով, եթե գյուղատնտեսությամբ զբաղվելը չի ապահովում բավարար եկամուտ, ապա դժվար է ակնկալել, որ երիտասարդները կմնան գյուղերում եւ կշարունակեն այդ գործունեությունը։
Հորդառատ անձրևներից ու քամիներից մեծամոր խոշորացված համայնքի երասխահուն բնակավայրում են դուժել։ Ջերմոցային տնտեսություններ ու ցանկատարածություններ են վնասվել, գյուղացիները մեծ վնաս են կրել, տանիքներ ու էլեկտրասյուներ են կոտրվել։ Էսի բրոկոլին թաղարա, սա գավիլերա կարկուտը։ Էսել չել բուս էլեսի վսը բրծա։ Ենքամ գցել ենք վերել, ինչ ալը։ Արդեն պամիդորը խաշվում է։ Հա, էսի վսով։ Վերհենա սաղ ցելաֆոնները բանարե։ Էսի արդեն Պարկեր ունեն բնակիչները դրանք չեն սպասում, իրենք էլ հիմա վճարունակ չեն։ Ամբողջ տարին են չարչարվել, որ բերք ու ապրուստի միջոց ունենան։ Փոխարենը աղետ րոպեների ընթացքում հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ձեանը եմ շեմի երկու փապար, եկավ, վերցեց, նաշոսը ու գնաց։ Պարկն ասի չտանի, ինձ է չտանի։ Լնդենա։ Էս այսաղ ջերմոց էս այսաղ վսը վերջ։ Արմավիրի մարզում երասխահունը միակ բնակավայրը չէ, որ տուժել է։ Հարյուրավոր բնակիչներ են հայտնվել անելանելի վիճակում։ Ինչ անել չգիտեն։ Կառավարությանն են դիմում, փոխհատուցում ակնկալում։